Ծնունդով Սանահնեցի Սեյրան Էվոյանի ընտանիքը Վանաձորում է ապրում, սակայն այգեգործությամբ զբաղվելու մեծ սերն ու հայրական հողը նրան հաճախ են բերում Սանահին։ Այստեղ նա գալիս է տիկնոջ Ամալիայի հետ, իսկ թոռնիկները նրանց միանում են դպրոցական արձակուրդները սկսվելուն պես։ Մարտ ամսից նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է այգեգործությանը։ Այս ժամանակահատվածում սկսվում է ծառերի էտը, զուգահեռ էլ հողն է մշակում։ Ասում է հողը սիրում է, երբ իր հետ խնամքով են վերաբերվում, ու ինքն այդպես էլ անում է։ Նրա այգում ոչ մի կտոր անմշակ հող չկա։ Մի հատ դեղց ունիմ, տխիլն է, թութն է, խնձորը, պոպոկն է, երեք հատ պոպոկի ծառ ունիմ, այնտեղ էլի տխիլ է, դուրս լավ տանձ ունիմ, ամառվա տանձ ունիմ, երկու հատ լավ ամառվա վարդևորի խնձոր ունիմ։ Անցած տարի բոլոր ծառերից էլ կարողացել է լավ բերք ստանալ, կես տոննա միայն խնձոր է վերցրել։ Այս տարի սակայն նույն սպասելիքները չունի, ապրիլյան ցրտահարությունը վնասել է գրեթե բոլոր ծառերը, միայն Ծիրանենին է, որ կարծես չի ցրտահարվել։ Համիկվա ցուրտը շատը տայել է բանին, խնձորին։ Հա, քանի որ ուշ ծաղկեց խնձորը, Ծիրանը էլի որոշ շափով կա, բայց խնձորը դեղցը փչացրեց, բանը փչացրեց, բալը, գիլասը։ Ընդհանրապես չի լինի, թե ինչ-որ Դե կարող է լի, կարող է չլի, քանի որ ցուրտը եթե բանա մտի, բողբոջի մեջ է մտի, նա արդեն էլ չի պահի, կարող է մի քիչ մեծանա ու ինքը թափի։ Հետո շատ բանա որ ասենք չենք սրսկում ծառը պետք է սրսկես, բանանես թեորիակը թանկա կամ չենք զբաղվում, կամ ես ասենք սրսկում եմ, բան կողքի հարևանը չի սրսկում, բերքը էլի նույն ձևի սրսկած չսրսկած նույն հաշիվը։ Մերկատու ծառերի բերքով սակայն Սեյրան պապը չի սահմանափակվում, այգում նաև բանջարեղեն ու ծաղիկներ է աճեցնում։ Բացի ձմերուկն ու եմիշը ամեն ինչ իմ բախչում կա։ Սոխից բռնացրած, սխտորից բռնացրած ամեն տեսակ կանաչեղեն, հա, բանջարեղենից վարունգը ունիմ մի 3-4 տեսակ, պամիդորը մի 4-5 տեսակ, խթան ունիմ, լոբին ունիմ, սմուշկա ես մեշոկով սմուշկ եմ տարել, ասենք վերարը չորացրել, երկու մեշոկ տայել եմ, ասենք լոբին չորացրել ենք, ասենք փագել ենք, ինչ ենք ողել, ձմեռը տելի մի մեշոկ 4 լոբ եմ տարել, ծաղիկների մասին ծաղիկները տարբեր մի 20 տեսակ վարդ ունեմ, եսաման ունեմ, ծաղիկներ անընդհատ ցանում ենք, զբաղվում ենք էլի մեզ հիմա մարդուկին։ Այգուց ստացած ոչ մի բան չի վաճառում, երեխաներին է ապահովում, ավելացած մլքից էլ օղի է թորում։ Անցյալ տարի ես որ չասեմ 140 լիտր արաղ եմ քաշի։ Դամբուլը լավ էր, խնձորը լավ էր, տանձը լավ էր, ամեն ինչ շուկա լավ էր։ Այս տարի ոչ մի բան, ոչ կեկը սախսեն դարդակտի մնա։ Այգեգործը նույն ծառից մի քանի բերք է կարողանում ստանալ։ Սեծ կտրում ես կողքի, թեքը ու ճղում, մաքրում, սրում ու մեջը դնում ու մոմով փագում։ Սեյրան պապը մեծ խնդիր է համարում ջրի բացակայությունը, ուրախ է, որ վերջապես գյուղին ջուր կմատակարարվի, հուսով է, որ այս ամառ իրենք էլ կօգտվեն այդ ջրից։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։